Տղերքը հավատս չի գալիս, որ Դավոն մեր հանդեպ սենց բան է արել։ Իմ հավատն էլ չի գալիս, բայց արել է։ Լավ, հիմա Դավիթի արարքը քննարկելու ժամանակը չի։ Եկեք հասկանանք մեր քայլերի հերթականությունը։ Ինչ քայլերի մասին ես խոսում։ Ինձ անհրաժեշտ է հանդիպել ու խոսել Լիայի հետ։ Այդ լավ գաղափար չի։ Հնարավոր է դու հանդիպես Լիայի հետ խոսես ու ինքը մտափոխվի։ Ես հասկանում եմ դուք ուզում եք ամեն ինչ ինքնուրույն անեք, բայց մի անգամ ես ձեզ վստահեցի ու մենք կորցրինք վկային։ Երկրորդ անգամ ես այդ սխալը չեմ անի, հատկապես եթե հարցը վերաբերում է Սյուզիի կյանքին։ Հա, մենք մեղավոր ենք, դու անմեղ ես։ Դու էլ մեր հետ կանգնած էիր, չթողեիր Դավոյին, որ տաներ դրան։ Ես ուզում եմ ձեզ օգնեմ, Գոր։ Ու մենք այդ գնահատում ենք Վարուժ։ Բայց Լիան լարված է, վախեցած է ու մենք հազիվ ենք իրան համոզել։ Ու եթե դու միջամտեցիր, ամեն ինչ կարող ավելի վատ վերջանա։ Լավ։ Լավ, ենթադրենք ձեր պլանը աշխատեց։ Ու դուք կարողացաք իմանալ, թե Բեկը որտեղ է պահում Սյուզին։ Ոնց եք ազատելու։ Սովորական։ Չեղավ, համո մոռացի։ Դա ձեր համար մարզպանել չի, է։ Պատանդին ազատելու օպերացիան լրիվ ուրիշ տրամաբանություն է։ Սյոլը մի վարկան ինչ ես ուզում ասես, որ մենք մարդասպաններ ենք, հա։ Չէ, հրեշտակներ եք։ Ինչ ուզում եք ասեք, դրա անունը ինչ ուզում եք դրեք։ Պատահական է դա եղել, արդարացված է եղել, թե անարդար։ Դուք արդեն մարդ եք սպանել։ Բա ինչ անենք, թողենք մեզ սպանեն։ Լավ համ, փակեք թեման, սաղս էլ արված ենք Վարուժ։ Հենց Լիան Սյուզի տեղը իմացավ, մենք այս տեղյակ կպահենք։ Խոստանում եմ։ Լավ։